պարզ լեզվով Բարդ համակարգի մասին նախարար Ավանեսյանի մեկնաբանությունն առողջապահական պարտադիրապահովագրության մասին 3 տարում 3 փուլով գործընթացը կմեկնարկի 2026-ին 129,600 դրամ քաղաքացիները այսքան կվճարեն առողջապահական ծառայությունից անվճար օգտվելու համար տարեկան, բայց ամսավճարով բացի նրանից այն փոքր տառերով, որ լինում է սովորաբար պայմանագրերի մեջ Աչքերը կկոցած կամակնոցով կարդալու կարիք չլինի վստահեցնում է Ավանեսյանը քաղաքացին ինքնուրույն գլուխ կհանի ինչ է ներառված առողջապահական փաթեթում կոնկրետ որ բժշկի դուռը կարելի կլինի թակել հանգիստ խղճով ցանկը դեռ վերջնական ու հստակեցված չէ կանխարգելիչ ուրեմն վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագրեր հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ Ամսական 200,000 դրամից պակաս աշխատավարձ ստացողներին պետությունը չի պարտադրի ապահովագրել առողջությունը ծրագրից անվճար առանց տարեկան վճարի կօգտվեն մինչև 18 եւ 65 լրացած քաղաքացիները, ինչպես նաեւ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության բալ ունեցող քաղաքացիները, 28 եւ ավել մարզային առողջապահությունից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները Մարզերի բժշկական կենտրոնները չեն փակվի Բոլոր բժշկական կենտրոնները շարունակելու են մարզային գործել իրենց տեղերում, շենքերում եւ տեղակայման վայրերում Առողջապահական հիմնարկների խոշորացումը ըստ Անահիտ Ավանեսյանի կվերաբերի միայն ֆինանսների կառավարմանը Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն